Թոփ 10 նյութերի ամփոփումը Եվրամեդիա 24-ի եթերում։ Հիմնական միջազգային բանկային կազմակերպություններից ING-ն հայտնել է, որ Ադրբեջանից վառելիքի մատակարարումը խթանում է հայկական շուկայի տնտեսական տրամադրությունը։ Այս քայլը համարվում է տնտեսության վրա դրական ազդող քայլ, քաղաքական առումով ցույց տալով տնտեսական համագործակցության հնարավորությունները երկու երկրների միջև։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աշխատակազմը պաշտոնապես ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնությունը, որը վերաբերում է թթվածնային գազի եւ բիտյումի երկաթուղային փոխադրությանը։ Սա դիտարկվում է որպես տնտեսական կապերի խորացման նոր օրինակ տարածաշրջանային համագործակցության համատեքստում։ Ըստ պետական աղբյուրների, զորակոչը, որը պետք է ավարտվեր հունվարի 31-ին, երկարացվել է մինչև փետրվարի 13-ը։ Առողջական հակացությունների ճիշտ գնահատման եւ վարչարարական խնդիրների պատճառով։ Սա մեծ արձագանք է ստացել հասարակական դիսկուրսում։ Քաղաքական մեկնաբան Վահե Հովհաննիսյանը շեշտել է, որ առաջիկա ընտրությունները կարող են սահմանել Հայաստանը կշարունակի գործել որպես ինքնուրույն սուբյեկտ, թե կմտնի արտաքին կենտրոններից կախվածության նոր փուլ։ Քննարկումների ընթացքում նաև նշվել է, որ ընտրություններից հետո ձևավորվող իշխանությունը վճռորոշ դեր կունենա անվտանգության համակարգի, արտաքին քաղաքական վեկտորի եւ սահմանադրական փոփոխությունների ուղղությամբ ընդունվող որոշումների հարցում։ Իսպանիայում գործող հայկական համայնքը հրապարակավ քննադատել է Իսպանիայի կոնգրեսի նախագահի Ֆրանցինա Արմենգոլի պաշտոնական այցելությունը Ադրբեջան, նրան մեղադրելով 2023-ի պատերազմից հետո էթնիկ խնդիրների մաքրման հանդեպ լեգիտիմացում ցուցաբերելու մեջ։ Համայնքի հայտարարության մեջ նաև նշվում է, որ նման բարձր մակարդակի այցերը կարող են օգտագործվել Բաքվի կողմից միջազգային հարթակներում սեփական քաղաքական օրակարգը արդարացնելու եւ հետպատերազմյան իրողությունները աղավաղված ներկայացնելու համար։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եվրամիության ընդլայնման հանձնակատար Մարթա Կոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի իրագործումը, շեշտադրելով մայիսին Երևանում կայանալիք Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի կարևորությունը։ Կողմերը համաձայնել են, որ գագաթնաժողովը պետք է ավարտվի կոնկրետ եւ շոշափելի քաղաքական արդյունքներով, ինչը նոր փուլ կբացի Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում։ ՌԴԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան կտրուկ է արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՀԱՊԿ-ի դեմ հնչեցրած հայտարարություններին, դրանք որակելով որպես բառերի կույտ եւ ընդգծելով, որ իրեն անհասկանալի է այդ մեղադրանքների բովանդակությունը։ Նա հատկապես տարակուսանք է հայտնել ՀԱՊԿ-ին հայկական պետականության ոչնչացման մեջ մեղադրելու վերաբերյալ, նշելով, որ նման ձևակերպումները իրավական կամ քաղաքական հստակ հիմք չունեն։ Զախարովան նաեւ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի թեմային, ընդգծելով, որ չի հիշում որևէ իրավական փաստ, որով այդ տարածքը ճանաչված լինի որպես Հայաստանի մաս, եւ հավելել, որ ՀԱՊԿ-ը չի կարող սպառնալիք հանդիսանալ Հայաստանի պետականությանը։ Նա խոստացել է թեմային վերադառնալ միայն այն դեպքում, երբ պարզ դառնա, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության ներկայացուցիչների հետ, քննարկելով Հայաստանում ընտրական գործընթացների քաղաքական, իրավական, անվտանգային եւ մարդու իրավունքների միջավայրը։ Կողմերը անդրադարձել են նաեւ գործող համակարգի մարտահրավերներին եւ անհրաժեշտ բարեփոխումների հիմնական ուղղություններին։ Հատուկ շեշտ է դրվել հանրային վստահության ամրապնդման, ընտրական մեխանիզմների շարունակական կատարելագործման եւ միջազգային գործընկերների հետ համագործակցության վրա։ Ռուսաստանը մշտական կապի մեջ է հայկական կողմի հետ, Ադրբեջան եւ Թուրքիայի սահմաններ տանող երկաթուղային հատվածների վերականգնման հարցով, հայտարարել է ՌԴԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ Ռուսական կողմը կապի մեջ է իր հայ գործընկերների հետ, այդ թվում կառավարության տնտեսական բլոկի միջոցով։ Երևանից ստացած բոլոր հարցումները օպերատիվ կերպով մշակվում են համապատասխան գերատեսչությունների կողմից, ընդգծել է ռուս դիվանագետը։ Հայաստանի եւ Ռուսաստանի փրկարար ծառայությունները Երևանում անցկացրել են համատեղ ցուցադրական վարժանք, որին մասնակցել են ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը եւ ՌԴԱ-ին նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն։ Վարժանքին հետևել է նաեւ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Սցենարների շրջանակում մոդելավորվել են հրդեհ, պայթյուն, քարաթափում եւ քաղաքացիների արգելափակում, որոնց ընթացքում փրկարար ջոկատները ցուցաբերել են արագ եւ համակարգված արձագանք,